Բարև, թվոց 2-4 Այսօր պիտի տեսնենք Աստված ինչ կսորվեցնե մեզի թվոց 2-րդեն 4 գլխներու մեջ։ Երկրորդ գլխուն առաջին երկու համարներու մեջ դերը բادվիրեց, որ մարդիկ պետք է իջևան ընեն խորանի շուրջը, սակայն անգե որոշ հերավորությամբ։ Յուրաքանչյուր ցեղ պետք է ըլլար իր սեփական բանակադեղին մեջ, բայց բոլորը շարված էին խորանին շուրջը։ Եվ խորանը պետք է ըլլար գետրոնը բոլոր ցեղերուն։ Հութան, որ գարաշնորթեր ժողովուրդը անաբադի ջամփուն ընթացքին առաջինն էր։ Իսկ հութայի ցեղի գողքին էր Իսաքարը եւ ետքը Զափուղոնը։ Անոնց հարավն էին Ռուբենի, Շմավոնի եւ Քաթի բանակադեղերը։ Արևմուտքը Եփրեմի ցեղերն էին, ետքը Մանասեն եւ վերջապես Բենյամինը։ Իսկ հյուսիսը Թանի, Ասերի եւ Նեփթաղիմի ցեղերը, որբեսի Իսրայելի որդիները կանոնավոր կերպով բանակադեղ ունենան։ Այս կրնա հարմարիլ մեզի այսօր սիրելիներ։ Թվոցի ժամանակ յուրաքանչյուր անհատ ուներ իր դեղը, որ նշանակված էր Աստծո կողմանը։ Նմանապես այսօր եկեղեցու մեջ մենք բոլորս հաշվի առնված ենք եւ Աստված իր մտքին մեջ ունի, թե ինչ կուզե մեզ մե։ Այլ խոսքով ամբողջ ծառայությունը ուղղված է հոգիեն։ Երրորդ գլխու մեջ կհայտնաբերենք, որ Ղևիի ցեղը դրված է մեծ քահանայապետ Ահարոնին, զինք օգնելու համար։ Ինչպես այսօր ես եւ դուն, որպես եկեղեցու հավատացյալներ, դրված ենք մեր մեծ քահանայապետին։ Մենք որպես Սիրոնվեր դրված ենք հոր գոմեն որդիին։ Եվ մեզ մե ոմանք դերևս կգարձեն, որ շատ բան չեն ստացած, բայց այդ հարց չէ։ Այդ գախյալ չէ, թե ինչ ենք մենք, այլ թե ան ինչ պիտի ընե մեզնով, այդ է կարևորը։ Եվ այսպես Աստված իրեն համար արավ Ղևիի ցեղը եւ հայտարարեց, որ ղևդացիներուն անտրանիկը հատկացվի իրեն համար։ Եվ այսօր ես կգարձեմ, որ Աստված յուրաքանչյուր ընտանիքի կխնդրե, որ մենք իրեն տանք ոչ միայն մեր ստացվածքը, այլ նաեւ մեր ընտանիքի անդամները։ Արդյոք դուն քու զավակները տված ես Տերոջը, նվիրելով անոնց Աստծո։ Չորրորդ գլխու մեջ Աստված ղևդացիներեն գնդրե 3 ընտանիքներ խորանի բարդականությունները կատարելու համար։ Մերարիներու ընտանիքը պետք է շալգեր ծանր իրերը, ինչպես խորանին սույները, դախտակները եւ նիքերը։ Գահաթի ընտանիքը հոգ կդանեին գահույքին։ Քերսոնի ընտանիքը կհսկեր վարակույրներուն, ծածկոցներուն ու բարաններուն։ Դերը ճշգրիտ հրանքներ տվավ, թե ինչպես պետք էր կատարվեին խորանին այս բոլոր բարդականությունները։ Եվ անգամը որ խորանը կանգնեցավ, Մովսեսը եւ Ահարոնը կհսկեին տեսնելու, երբ քիշերը գրագի սույնը եւ ծորեգը ամբի սույնը խորանեն կբարձրանար։ Եթե բարձրանար, կնշանակեր, որ անոնք պետք էր քալեին։ Եթե ոչ, այդ կնշանակեր, որ անոնք պետք էր մնային եւ իջևան ընեին այդ օրը։ Այսպիսով Մովսեսն ու Ահարոնը պետք էր միայն նայեին եւ հետևեին Աստծո հոգիին առաջնորդության, քանի որ ամբի այդ սույնը կներկայացնե Աստծո հոգին։ Կգարձեմ, որ այսօր մեզի համար տասը այն է, որ մեզնե յուրաքանչյուրը որպես Աստծո զավակներ պետք է առաջնորդվենք Աստծո հոգիով։ Սիրելիս, ինչպես կսպասես եւ կհետևիս Աստծո հոգիին, որ քեզ ուղե գադարելու այդ բարդականությունները, որոնք նախատեսված են թագավորությունը պաշտպանելու, սնուցանելու եւ առաջ մղելու համար։ Հիշեցեք սիրելիներ, յուրաքանչյուր հավատացյալ ունի հոգեվոր բարգեւը եւ Աստված իր մտքին մեջ ունի կորձը։ Իրականության մեջ այդ կորձն է, որ անհադուկ ստեղծած է քեզի զայն ընելու համար։ Եվ ես կհավատամ, որ Աստված պիտի վարձատրե քեզի այն բանին համար, որ գնես, ինչ որ ան գուզե որ ընես։ Ոչ թե ընելով այն ինչ որ գուզես ընել, կամ ընելով այն ինչ որ կգարձես որ պիտի ուզեիր ընել, այլ կորզատրելով այն բարգեւը, որ ան տվավ քեզի։ Այդ բարգևները, որոնք քեզի դրված են, լիովին գահարմարին յուրաքանչյուր պատասխանատվության, որ Աստված գուզե որ թուն կատարես Քրիստոսի մարմինին մեջ։ Եկեղեցու մեջ բոլոր ծառայությունները գարաշնորթվին հոգիով։ Յուրաքանչյուր հավատացյալ ունի հոգևոր բարգևը։ Ես եւ դու բարգևներ ունենք։ Եվ ճիշտ այդ բարգևի գիրարգումն է հոգևոր ծառայությունը։
Սիրելիներ, Աստծո զավակներեն քանին այսօր կգարձեն, որ իրենց ծառայությունը կարևոր չէ։ Սիրելիս, դու ունիս բարգևը, եւ Աստված գուզե որ զայն կործածես։ Եվ մի փորձեր գադարել ուրիշին կործը։ Բարձավես ըրե այնինչ որ Աստված գանչած է քեզի ընելու։ Կարևորը, որ անպիտի վարձատրե քեզի, եւ այդ ոչ թե քու գադարած կործիդ քանագին համեմատ, այլ հավատարմությանդ համեմատ, երբ ընես այն բանը, որ անգանչած է քեզի ընելու։ Կարևոր չէ թե քու ծառայությունը դերոջը մեծ է կամ բզդիկ։ Դու ես կարևորը, եւ ան քեզ պատրաստած է։ Ամեն։